Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրվա վերջին հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որը շատ հետաքրքիր հանդիպում է Խոստանում, իհարկե մրցում են իրար դեմ Ինտերը եւ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը, եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին ու սկսենք Ինտերից, որի դարպասը պաշտպանում է Մինաս Ղազարյանը համար 1, Արթուր Մարկարյանը համար 2, Արման Տեր-Խաչատրյանը համար 5, Մհեր Դավթյանը համար 6, Կարեն Պողոսյանը համար 7, Մարկ Պողոսյան համար 8, Արման Նավասարդյանը համար 10, Ասուն Զորայրյան համար 11, Գևորգ Վարդանյան համար 17, Արամ Նալթակյան համար 22 եւ Ռուբեն Մանդուկյան համար 90։ Ծանոթանանք Գլադբախի հայտարարությունին, Մանվել Պապիկյանը պաշտպանում է Բորուսիայի դարպասը համար 1, Գառնիկ Սարգսյան համար 2, Արման Մարտիրոսյան համար 3, Հարություն Թորոսյան համար 4, Ռոբերտ Մարության համար 5, Դավիթ Մարկարյան համար 6, կամ մրցավարի Սուլիչում 1 տարկած է այս հետաքրքիր ու անչափ կարևոր հանդիպումը։ Շարունակ եմ ամբողջական հայտարարություն ներկայացնել Բորուսիա Մյունխեն-Գլադբախի Սևակ Մանուչարյան համար 9, Արմեն Խաչատրյան համար 10, Ռաֆայել Ղազարյան համար 11 եւ Արտյոմ Խանսանամյան համար 14։ Շատ լավ գրոյ էր փորձում ասել միանգամից Ինտերը փոխանցման ճանապարհը Վարդանյանին փակվեց, բայց գնդակը Նավասարդյանի մոտ է հայտնվել, հիմա արդեն Մարկարյանը խլուն կատարեց ու արդեն հանդիպան մեկտարկը շատ ակտիվ է տրվել երկու թիմերի կողմից էլ դեպի Սարգսյանը փոխանցում Խաչատրյան, Սևակ Մանուչարյան հարված ու այստեղ արդեն հանդիպան մեկտարկում կարող էր Գլադբախը առաջ ասել հաշվի մեջ գեղեցիկ արեց Սևակ Մանուչարյանը, բայց դարպասապահ Մինաս Ղազարյանը դիպավ գնդակին ու առաջին անկյունային հենց առաջին րոպեի դրությամբ կտեսնենք այն իրականացնի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը, այսօր նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից է շատ հետաքրքիր այս հանդիպումը, որի մասին կծանոթացնեմ քիչ անց, այստեղ փոխանցում տեսանք ու Ինտերը հեռացեց գնդակը, բայց ոչ այնքան հեռու, հիմա արդեն երկրորդ tempo փորձեց գրավել Բորուսիան չստացվեց ու արդեն Վարդանյանն է գնդակով դեպի առաջ փոխանցում, այստեղ Մարկ Պողոսյանն էր պայքարում գնդակի համար, բայց շատ լավ աշխատեցին այս իրավիճակում Բորուսիայի պաշտպանները, Խաչատրյան, Մարկարյան մնաց գնդակով Դավիթ Մարկարյանը կար խախտում Վարդանյանի կողմից, այո թիկունքից խախտեց այստեղ խաղի կանոնները Վարդանյանը ու հիմա տեսնենք այս ստանդարտը Խաչատրյանն է միանգամից կրոս կատարում դեպի մրցակցի տուգանային հրապարակ, բայց դարպասապահը վերցնում է գնդակը Դավթյան ու այստեղ Մարկարյանը խախտեց խաղի կանոնները, այո խախտեց խաղի կանոնները, եթե չներ խախտում, ապա բավական վտանգավոր գրոյի արդեն նետվում էր Գլադբախը Մրցաշարային աղյուսակի մասով խոսեմ, պատկերը հետևյալն է, այս պահին Գլադբախը 8 հանդիպումից հետո 18 միավորով 5-րդ է, Ինտերը 9 հանդիպումից հետո 15 միավորով 8-րդ է, այսօր հաղթանակ տանելու դեպքում Ինտերը հավասարվում է Բորուսիա Մյունխեն-Գլադբախին իհարկե, բայց շրջանցում է Էվերտոնի եւ Արաքսին մրցաշարային աղյուսակում, իսկ Գլադբախը հաղթանակ տանելու դեպքում միանգամից կհավասարվի երրորդ հորիզոնականը զբաղեցած աջակցակին ունենա իր ակտիվում 21 միավոր եւս մեկ վտանգավոր հարված տեսան Գլադբախի ֆուտբոլիստերից, այս անգամ էլ Մարկարյանն էր հարվածում, բայց Մինաս Ղազարյանը կրկին դիրքում էլ կարողացավ հեռացնել այստեղ գնդակը երրորդ անկյունայինը կիրասնի արդեն Բորուսիա Մյունխեն-Գլադբախը խաղարկեցին այս անգամ անկյունայինը Խաչատրյանն է գնդակով
Լավ էր մտածել, ամեն ինչ հեռացեց Ղազարյանը, Մարությանն էլ հարվածեց ու նորից մինաց Ղազարյանն է հեռացնում գնդակը եւս մեկ անկյունային հիմա էլ արդեն հակառակ եզից Կիրաշտի կրկին Բորուսիա Մյունխեն-Գլադբախը ակտիվ է, անկասկած Գլադբախը ակտիվ է մեկ տարկել այս հանդիպումը, չանցավ հիմա Մարությանի կատարած փոխանցում ու Նավասարդյանն է շարժում առաջ, շատ լավ փոխանցում, Պողոսյան բացել է պետք հաշիվը, Մարկ Պողոսյան ու Ինտերը ոչ պակաս պատասխան գրոհ իրականացեց, բայց Ինտերը իհարկե գրոհը, հակագրոհը ավելի վտանգավոր ստացվեց, քան մնացած դեպքերում Բորուսիայի մոտ էր եղել, իհարկե Գլադբախը հեռահար տարածություններից էր հարվածել մինչ այս պահը, բայց Մարկ Պողոսյանը հիմա եթե գնդակը կարողանար ավելի լավ հարված կատարել գնդակին, ապա կարող էր մոտակա անկյունը բաց էր Լիովին Պողոսյանի ու փորձեց մի անգամից հարվածել հեռակա անկյունը, այս անգամ չստացվեց, իհարկե դեռ ունենան երկու թիմերն էլ իրենց շատ լավ հնարավորություններ այս խաղում, այստեղ էլ փորձեցին անցում կատարել Վարդանյանի դեմ պայքարում Մարությանն էր այս պահին, հիմա նորից խաղարկում է Մարկարյանի հետ Մարությանը գնդակը, պահեց այն իր մոտ ու գնդակը ուղարկում է Մարտիրոսյանի ուղղությամբ, Սարգսյան փոխանցում ենք տեսնում ու այստեղ Ղազարյանը վերցրեց գնդակը և երկար փոխանցում է կատարում առաջ, բայց նորից հաջող գործեցին այս դիրքում պաշտպանները ու հիմա արդեն Արման Նավասարդյանն է գնդակով դեպի Վարդանյանը փոխանցում, բայց շտապեց մի փոքր Վարդանյանը ու հիմա փոխանցումը չանցավ, Խաչատրյանն էլ ուղարկում է գնդակը իրենց ավելի ձախ, Մանուչարյանն է այստեղ հետ փոխանցում Մարկարյանին, Դավիթ Մարկարյան վտանգավոր է, հարվածը կա ու հիմա էլ Վարդանյանն է դատարկ դարպասից հեռացնում գնդակ, այո արդեն անցել էր գնդակը դարպաս, ապա Ղազարյանից ու եթե Վարդանյանը այս դիրքում չլիներ, ապա Մարկարյանի հարվածից հետո գնդակը կհայտնվեր դարպասում, բայց մնաց անարեք այս իրավիճակում Ինտերի դարպասը իհարկե պահերի տեսանկյունից կրկնում եմ եւս մեկ անգամ այս անցած ժամանակահատվածում հանդիպան մեկ տարկից մինչ այս պահ այս 6 րոպեների ընթացքում Գլադբախը ակնհայտ առավելություն ունի, բայց ամենավտանգավոր պահը այս խաղում մեկ անգամ գրոհեցին ու ստեղծեցին Ինտերի ֆուտբոլիստները։ Նորից Ինտերն է գրոհում, Պողոսյան չանցավ փոխանցումը ու հիմա Գլադբախը նորից շարժվում է առաջ, բավական ակտիվ է հանդիպան տեմպը եւ իհարկե այս ամենը պետք է իր տրամաբանական շարունակությունը ստանա, թիմերը կարծում եմ մեզ զերծ չեն պայի այդ շքեղագույն իրադարձությունից, հա գոլերի մասին է խոսքս ու կփորձեն գոլարը հանդիպան պաշկինքնել, Մարկ Պողոսյան անցումը ստացվեց Պողոսյանի, բայց Թորոսյանը այստեղ շատ վստահ կերպով դիմավորեց Պողոսյանին, գնդակը Ինտերի ֆուտբոլիստերի մոտ է, Նավասարդյան, Արման Նավասարդյան հարված անդրադարձ ու անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում Նավասարդյանը, բայց հիմա տեսնենք Պողոսյանին ինչ պատահեց այս իրավիճակում, այո իհարկե Թորոսյանը մոտեցավ և օգնեց Պողոսյանին, ինչի համար ծափարություններ այս իրավիճակում Բորուսիայի պաշտպանարություն Թորոսյանին, ճիշտ է խախտում չկար, բայց բախում այնուամենայնիվ տեղի ունեցել էր Թորոսյանի ու Պողոսյանի միջև, հիմա արդեն անկյունային կիրասնի Ինտերը, հենց Պողոսյանն էլ պատրաստվում է իրացնելու անկյունայինը, խաղարկում է կատարում այստեղ Պողոսյանը, բարձից հիմա փոխանցման փորձ, բայց մի փոքր թույլ ստացվեց փոխանցում ու հեռացեցին Գլադբախի ֆուտբոլիստները, բայց այն կրկին Ինտերը վերահսկողության տակ է, մինաց Ղազարյանն է գնդակով դեպի աջ փոխանցում կատարեց Տեր Խաչատրյանն ուղարկեց գնդակը Դավթյանին, բայց այստեղ սխալ ու Գառնիկ Սարգսյանը խլելով գնդակ ուղարկում է այն թիմի ավակ Խաչատրյանի ուղղությամբ լավն էր փոխանցումը դեպի Սևակ Մանուչարյանը, Մանուչարյան տեսնենք իր որոշում կայացնի, հիմա Մանուչարյանը մնաց գնդակով կատարեց փոխանցում, բայց Տեր Խաչատրյանը հեռացեց, հետո էլ Սարգսյանի հարված իր վրա ընդունեց, նորից գնդակը Սարգսյանի մոտ է, եւս մեկ հեռվից հարված, բայց Մարկարյանն էր կրկին հարվածային գոտում հայտնվել ու նրա կատարած հարվածը շեղությամբ ստացվեց այս իրավիճակում ու սկսում է Ինտերը դարպասից, հիմա սխալվեցին Մարկարյանը հաջող խլում կատարեց ու նորից հարվածեց ու կրկին շեղությամբ ստացվեց Մարկարյանի կատարած հարվածը, առնվազն 3
4 փորձ արդեն Մարկարյանը կատարել է, համենայն դեպս 3-ը ես հստակ հիշում եմ Մարկարյանի կատարմամբ այսօր այս կար ժամանակահատվածում, հա, այս 10 րոպեների ընթացքում, բայց առայժմ գնդակը չի հայտնվել դարպասում Մանուչարյանն է հիմա էլ արվածային դիտքում, բայց նրա կատարած արվածը բարձր է ստացվում ու արված կլինի Մինաս Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Այո, Գլադբախը շատ լավ մեկնարկեց, առաջինցում Ինտերը մի փոքր անհաջող մեկնարկային տուրերում ելույթ ունեցավ, բայց հետո շտկեց իրավիճակը շատ բարդ հանդիպման ժամանակ Ինտերը հաղթեց գործող չեմպիոն Վիլյարեալին 4-3 հաշվով, ովքեր դիտում էին այդ հանդիպումը կփաստեն ասածներս իհարկե շատ գոլարատ ու դրամատիկ հանդիպում ստացեց Պողոսյանը հետրիկով աչքի ընկավ այդ խաղում ու կարողացավ իր թիմին օգնել այդ բարդ հանդիպան ընթացքում Մարությանն է հիմա էլ հարվածում ու Ղազարյանը վերցնում է գնդակը, բայց Ինտերը իհարկե ցանկացած թիմի համար մեծ խոչընդոտ է հանդիսանում ֆուտբոլային իմաստով իհարկե խաղադաշտում այս 50 րոպեների ընթացքում ու ցանկացած թիմ իհարկե պետք է զգուշորեն մոտենա Ինտերի դեմ հանդիպմանը խոսքս նաև Գլադբախի մասով է Մարության եւս մեկ հարվածուն է եւս մեկ անկյունային նորից Մինաս Ղազարյանն է հեռացնում գնդակը այո որքան անգամներ այսօր տվեցի դարպասապա Ղազարյանի անունը եւ այո նա իհարկե արժանացել է այս ամենին շատ բարդ իրավիճակներում առայժմ կարողանում է գտնվել իր բարձունքում ու թույլ չտալ որպեսզի գնդակը անցնի իրենից Նավասարդյան լավ էր նկատել Նալթակյանի առաջ խաղացումը բայց չասա փոխանցումը հետո Մարությանը խաղաց ձեռքով ու ստանդարտ կիրասի հիմա Ինտերը արագորեն խաղարկում է Նավասարդյանի մոտը գնդակը Թորոսյանն հիմա էլ այստեղ հաջող է պաշտպանվում ու Սևակ Մանուչարյանի մոտ է գնդակը ձախ եզրում, այո Մանուչարյանը շատ արդյունավետ մրցաշրջան է անցկացնում իհարկե այս Winter Cup մրցաշարում միասյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը Մանուչարյանը 18 գոլ ունի արդեն Winter Cup-ի այս մրցաշարում իր անվան դիմաց նրանից մեկ գնդակ ընդամենը ետ է մնում Աջապնյակի արձակվող Ռաֆայել Մովսիսյանը ու արդեն համապատասխանաբար երրորդ հորիզոնականում է գտնվում Վերդերի հարձակվող Խաչատուր Էրզրումյանը 13 խփած գնդակով իհարկե Մանուչարյանին լրջորեն պետք է վերահսկողության տակ առնեն Ինտերի պաշտպանները ու թույլ չտան որպեսզի նա միայնակ տարածություն ստանա քանի որ ցանկացած իրավիճակում Մանուչարյանը մեծ վտանգ է իրենից ներկայացնում ցանկացած թիմի համար հիմա Վարդանյանի արվածը փակվեց բայց շարունակվում է Ինտերը գրոդ Նավասարդյան խափեց բոլորին ցույց տալով փոխանցում կատարեց արված ու այստեղ արդեն գնդակը կարողանում է հեռացնել Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դարպասապա Մանվել Պապիկյան ու արդեն անկյունային հարված կիրասնի Ինտերը Նավասարդյան բարձից փոխանցում դեպի Տուկադայինի մատույցներ Թորոսյանն է հիմա էլ հեռացնում գնդակը Դավթյանն էլ երվից հարվածի փորձ կատարեց բայց բարձր է ստացվում Մհեր Դավթյանի կատարած հարվածը Պապիկյան ուղարկում է գնդակը Մարությանին լավ փոխանցում դեպի Դավիթ Մարկարյանը Մանուչարյան Սևակ Մանուչարյան հարված ու այստեղ փակվեց Մանուչարյանի հարվածի ճանապարհը, բայց գնդակը շարունակում է մնալ Գլադբախի մոտ Խաչատրյան դեպի Ռոբերտ Մարությանը փոխանցում Մարության Մանուչարյան Մարկարյան գեղեցիկ այս ամենը բայց նորից փակվեց գնդակի ճանապարհը հիմա Մարտիրոսյանն է լավ աշխատում պաշտպանությունում Սարգսյանն է հիմա էլ գնդակով թողեց գնդակը Մարկարյանին ու փափուկ փոխանցում է կատարում Մարտիրոսյանի ուղղությամբ Մարկարյանը ընդունեց գնդակը Մարտիրոսյանը հետո էլ Նավասարդյանը խախտեց խաղի կանոնները ու ստանդարտ է նշանակում մրցավարը տեսնենք այս ստանդարտ ինչպես կխաղարկեն Գլադբախի ֆուտբոլիստները բայց մինչ այդ փոփոխությունը տեղի ունենում Ինտերը կազմում Վարդանյանը լքում է խաղադաշտ ու Սասուն Զորաբյանն նրա փոխարեն դուրս գալիս խաղադաշտ Եվ տեսնենք Զորաբյանը արդեն թարմ ուժերով ինչ կփորձի անել Ինտերը կազմում
Թիմի ավակ Խաչատրյանն է գնդակի մոտ կա մրցավար Իսուլիչը Խաչատրյան Փափուկ փոխացու դեպի Տուգանային հրապարակ Սևակ Մանուչարյան հարված հարադարձու անկյունայինի հնարավորություն է իմայել վաստակում Գլադբախ այո մինչև Մանուչարյանին հասնելը կարող է հարված կատարել այս իրավիճակում Թորոսյանը բայց չհասցրեց անել դա ու հետո էլ Մանուչարյանի հարվածի ճանապարհը փակվեց իմայել Նավասարդյանի մոտ է գնդակը ստացեց մեկի շրջանցել բայց երկրորդ դրվագում արդեն Մարությանը հասցրեց ու անկյունային հարվածքի դաստի Ինտերը Գլադբախի դարպասի ուղղությամբ այո Առայժմ չունեն խփած գնդակ խաղադաշտում, բայց գոլային հնարավորությունների պակաս էլ չկա, թիմերը 1-1 ու շատ վտանգավոր են սպառնում ու իհարկե կարծում եմ ինչպես մեկ տարկում նշեցի հիմա էլ մնում եմ նույն կարծիքին պետք է որ իսկապես հանդիպումը ստացվի Գոլարատ իհարկե 2-3 գնդակ շատ արագ կարող էինք տեսնել դա տեղի չունեցավ, բայց հուսանք թիմերը մեզ չեն զրկի այդ հնարավորությունից Մարկ Պողոսյան Աչից կա տարբերակ, ձախից կա մնաց գնդակով Պողոսյանը հարվածեց ու Մարտիրոսյանը հասցրեց փակել գնդակի ճանապարհը հիմա էլ Դավթյանի հաշվը նկատ փոխանցմանը կարող էինք հետևել դեպի Նավասարդյանը, բայց փակվեց նաև Դավթյանի փոխանցումը Մարքանյան դեպի Մանուչարյան Արաքակը գրոհի ասում Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Սևակ Մանուչարյան ու այստեղ մի փոքր դանդաղեց Մանուչարյանը, բայց անկյունայինի հնարավորությունը ամեն դեպքում վաստակեց իր թիմի համար, որը շտապում է իրացնելու Թիմի ավակ Արմեն Խաչատրյանը ու տեսնենք այս անկյունայինը ինչի կվերացեն Բորուսիայի ֆուտբոլիստները Խաչատրյան կա փոխանցում Մարտիրոսյանի ուղղությամբ այստեղ Նալտակյանը հասցրեց փակել Մարտիրոսյանի հարվածի ճանապարհը այո կարող էր հիմա Մարտիրոսյանի մոտ հարվածը դիպուկ ստացվել, եթե չլիներ իհարկե Նալտակյանը, բայց պաշտպանը այս իրավիճակում զերծվեց Ինտերին գոլից, բաց թողնելու գոլի մասին է խոսքս, իհարկե ու անկյունայինը տեսնենք հիմա Մարքանյան փոխանցում հեռացված է գնդակը Գարլիկ Սարգսյան, գուցե Էրլինչ փորձի Սարգսյանը այդպես էլ արեց անդրադարձու, նորից անկյունայինի հնարավորություն է վաստակում Բորուսիա Մյունխեն-Գլադբախը երրորդ անկյունային այս իրավիճակում, որը կիրասնի նորից թիմի ավակ Խաչատրյանը Տեսնում ենք փոխանցում Մարտիրոսյանի ներկրկին ուղված այս փոխանցումը հիմա հասցրեց հարվածել Մարտիրոսյանը ու գնդակը դարպասում է 1-0 Բորուսիա Մյունխեն-Գլադբախը բացում է այս դիմակայության հաշիվը Արման Մարտիրոսյան 1-0 Գլադբախը առաջինն է հասնում հաջողության թված մի պահ արդեն որ կորցրել է հարված կատարելու հնարավորությունը Մարտիրոսյանը, բայց երկրորդ իրավիճակում կարողացավ շատ դիպուկ գլխով հարված կատարել ու գնդակը հայտ տվեց Մինաս Ղազարյանի դարպասում, այս անգամ դարպասապը արդեն ոչինչ չհասցրեց անել ու արդեն ունենք առաջին խփած գնդակ այս խաղում, հիմա էլ Թորոսյանն է խախտում խաղի կանոնները եւ ստանդարտ իրացի միանգամից Ինտերը ներվում են առաջ Ինտերի ֆուտբոլիստները իհարկե բաց թողած գնդակից հետո այս ամենը արդեն հասկանալի է Ինտերի գործողություններում պետք է գնալ առաջ, պետք է փորձել հնարավորինս շուտ հատկապես առաջին կեսում հավասարեցնել հանդիպանաշիվը Արման Նավասարդյանն է գնդակի մոտ լավ էր նկատել հեռավոր անկյունը Նավասարդյանը, բայց հարված այստեղ իհարկե այնպես չստացվեց, ինչպես մենք սովոր ենք տեսնել նրա կատարմամբ Հարություն Թորոսյան դեպի Մարությանը փոխանցում կրկին Թորոսյան Գնաց պրեսինգի Նավասարդյան ու քիչ էր մնում խլել գնդակը, բայց հիմա անցավ այս փոխանցումը դեպի Մարությանը, Մարության լավ նկատեց Սարգսյանին Դավիթ Մարքայան, Սևակ Մանուչարյան պետք է գրավել դարպասը, բայց վրիպում է Մանուչարյանը, իհարկե կարող էր նաև այս իրավիճակում փոխանցել Մարությանին, ով արդեն դատարկ դարպասը կգրավել, բայց իհարկե հանդիպան լարվածությունը կարծում եմ իր գործը ամեն դեպքում անում է հիմա, եթե հաշիվը լիներ այլ կամ օրինակ հանդիպան տեմպը մի փոքր ցածր լիներ կարող էր այս իրավիճակում Մանուչարյանը նկատել քաղաքինոջ գրոհի միացումը, բայց իհարկե որոշեց ինքը եզրափակել ու բարձր ստացվեց հարվածը։ Հիմա եւս մեկ անցման փորձ էր
ձեռնարկել Մանուչյանը, բայց այս իրավիճակում չստացվեց ու Ռուբեն Մանուկյանը կարողացավ դիրել գնդակին, հետո էլ վաստակել արդեն եզրային նետման հնարավորությունը իր թիմի համար, այո, մեկ գնդակ ու հանդիպան հաշիվը նորից կվերականգնվի, թիմերը կսկսեն, այսպես ասենք 0-ից, եթե Ինտերը աչքի ընկնի իհարկե։ Ու այնպես է, որ ունեն այդ հնարավորությունը Ինտերի ֆուտբոլիստները 2-3 դրվագ ունեն իրատեսական շանս այս հանդիպան ընթացքում գրավելու Գլադբախի դարպասը, բայց չստացվեց եւ հիմա արդեն Բորուսյան եւս մեկ գրոհ է սկսում։ Խասանամյան կատարեց փոխանցում այստեղ Խասանամյանը, բայց այն բաժանացավ Ինտերի ֆուտբոլիստերին ու հիմա Զորաբյանն է գնդակով Մարկ Պողոսյան Նավասարդյան, կրկին Զորաբյան լավ նկատել է Պողոսյանի առաջ խաղացումը, բայց գնդակը չհասավ նրան, հիմա էլ բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցերու Թորոսյանը այստեղ հասցրեց հեռացնել գնդակը, այլապես Դավթյանը արդեն կընդուներ գնդակը մրցակցի Տուգանայինում, Արման Նավասարդյան մնաց գնդակով Նավասարդյանը թողեց Տեր Խաչատրյանին, Սասու Զորաբյան ու արդեն նկատեց Դավթյանի Զորաբյան այս իրավիճակում եւ կատարեց ճիշտ փոխանցում, Դավթյանն է գնդակով դեպի Պողոսյանը վտանգավոր է Արման Նավասարդյան, բայց այստեղ թույլ չտվեցին հարված կատարել Ինտերի հարձակվողին, հիմա էլ Տեր Խաչատրյանի հարվածի ճանապարհն է փակվում, բայց մնում է գնդակը Տեր Խաչատրյանի մոտ, հիմա էլ արդեն Մարտիրոսյանը փակեց փոխանցման ճանապարհը, Մարկարյան չստացվեց, անցումը Սասուն Զորաբյան երկրորդ տեմպով է գրովում Ինտերը եւս մեկ փոխանցում ու հիմա էլ Թորոսյանն է հեռացնում գնդակը Մարտիրոսյան լավ պատ խաղարկում էր, բայց Նալթակյանը այստեղ ավելի շուտ հասավ գնդակից, հիմա սխալ արդեն Ինտերի պաշտպանությունում, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց Ինտերի տեսանկյունից, բարձր ստացվեց Մանուչյանի հարվածը ու սկսում են խորքից Ինտերի ֆուտբոլիստերը, Դավթյան ներողություն, Դավթյանը չէր այս իրավիճակում, այլ Ինտերի 90 հավանյալ Ռուբեն Մանուկյանը, Նալթակյան շատ լավ նկատեց, հիմա Դավթյանն է ընդունում գնդակը կատարում փոխանցում Պողոսյանին ստանում պատասխան փոխանցում ու վրիպում շատ նպաստավոր դիրքից հիմա Ինտերը եւս մեկ հնարավորություն է կորցնում իհարկե փոխանցման մասին խոսք գնալ չի կարող ամեն ինչ իդեալական արեցին այս իրավիճակում Դավթյանն ու Պողոսյանը, բայց վերջական հարվածը դիպուկ չստացվեց Դավթյանի կատարած ու գնդակը բարձր ընթացավ եւ հարված կլինի հիմա Գլադբախի դարպասից արագորեն խաղարկեցին գնդակը երկար փոխանցում առաջ, բայց Նալթակյանը այստեղ հաջող գործեց խլեց գնդակը հերվից էր հարվածում ու Մարտիրոսյանը նորից փակեց գնդակի ճանապարհը Միդաս Ղազարյանի մոտ է հիմա հայտնվել գնդակը եւ ուժեղ փոխանցում եք տեսնում առաջ այստեղ նորից իրադրության տերը Մարտիրոսյանն է Բորուսիա Միխայել Գլադբախի պաշտպան ու կրկին գնդակը Մարտիրոսյանի մոտ է Մարկարյանին ուղարկեց այստեղ ստացվեց մարմնով Փակել գնդակի ճանապարհը հիմա արդեն խաղի կանոնների խախտում կար Դավթյանի դեմ պայքարում ու հենց Մարտիրոսյանը խախտեց խաղի կանոնները եւ տեսնենք երկար փոխանցում ենք տեսնում առաջ ու այստեղ Գառնիկ Սարգսյանը շատ գրագետ պաշտպանվեց իհարկե եւ Գլադբախը եւս մեկ գրոհ է ասում Մարկարյան Խաչատրյան Թողեց գնդակը Սարգսյանին դեպի Մարտիրոսյանը արդեն կենտրոնում է այս րոպեներին հանդես գալիս Արման Մարտիրոսյանը Խաչատրյան դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց հեռացված է գնդակը Նավասարդյանն է այստեղ փորձում հասնել գնդակին, բայց Թորոսյանը առաջինն է իհարկե այսօր շատ անգամներ կտեսնենք Նավասարդյան Թորոսյան այս հակամարտությունը Թորոսյան իհարկե Թորոսյանը նոմինալ Պաշտպանի դիրքում է հանդես գալիս Գլադբախի կազմում Նավասարդյանն էլ մաքուր հարձակվող է ու նրանք այսօր իհարկե շատ անգամներ կհանդիպեն դեռ խաղադաշտում միմյանց դեմ պայքարում Սասուն Զորաբյան լավ դեր փոխանցումը բայց այստեղ փակվեց Զորաբյանի փոխանցման ճանապարհը շատ լավ էր նկատել խաղընկերոջը ու փորձում էր գնդակը հասցակել նրան, բայց Դավիթ Մարկարյանը փայլուն սահանգում կատարեց ու
թույլ չտվեց որպեսզի գնդակը անցնի, երկար փոխանցում ենք տեսնում առաջ Նալտակյան այստեղ ընդունեց գնդակը հետո մի փոքր հեռու թողեց, բայց այնուամենայնիվ գնդակը մնացել էր դաշտի հրամաններում։ Հիմա այլ Մարությանն է ձախ եզրում է արդեն հայտնվել, լավն էր փոխանցումը Խաչատրյան։ Այդ փոխանցում կրկին Մարությանի ուղղությամբ դեպի Սարգսյանը։ Մարության լավ էր նկատել Մարկայանին, բայց այստեղ Զորաբյանը կանգնեց գնդակի ճանապարհին։ Դավթյանն էլ գեղեցիկ անցում է կատարում ու շարժվում առաջ հիմա կարող են արդեն այս գրողը գոլով եզրափակել Ինտերի ֆուտբոլիստները, բայց Դավթյանը ինքն էլ որոշեց եզրափակել այս անցումներ ու հարվածը շեղությամբ ստացվեց, այո, Ինտերը կարող է ավելի լավ ավարտին հասնել այս գրողը, ունեին քանակական առավելություն արդեն այս գրողի ժամանակ հարցակման գծում, բայց Դավթյանի կատարած հարվածը շեղությամբ ստացվեց։ 2 րոպե մինչ առաջի կեսի ավարտը, 2 րոպեից մի փոքր ավելի քիչ ժամանակ է մնացել առաջի կեսի հիմնական ժամանակի ավարտին ու արդեն տեսնենք այս վերջին րոպեների ընթացքում թիմերը ինչպեսի ֆուտբոլ կցուցադրեն։ Մարությանն է կատարում եզրային նետում, սխալվեցին այստեղ ու Ինտերը կարող է արագակագրոյի հասնել Նավասարդյան, Թորոսյանը այստեղ շատ լավ աշխատեց խլելով գնդակը Նավասարդյանից ու փայելով այն իր մոտ։ Թորոսյանն նաև կարողացավ փոխանցում կատարել Մարությանին ու միացել է հիմա թիմի գրոյին Թորոսյանը, տեսնենք այն կտա արդյոք իր արդյունքը, բայց այստեղ Սարգսյանի փոխանցումը սխալ էր ու հիմա Թորոսյանը նահանջում է դեպի պաշտպանություն, փոխարենը կարող է Ինտերը ավելի արագակագրոյել Մարկ Պողոսյան։ Դանդաղեցին արդեն Ինտերի ֆուտբոլիստները, իհարկե արդեն Գլադբախն վերադասավորվեց, Նավասարդյան գեղեցիկ էր անցումը, Արման Նավասարդյանի դեպի ձախ Զորաբյան կրկին լավն էր Զորաբյանի փոխանցումը, Դավթյան վտանգավոր է, Նավասարդյան ցածրից հարված ու թույլ ստացվեց հիմա այլ Արման Նավասարդյանի կատարած հարված ու շեղ ընթացավ, այո, կարող էր այս իրավիճակում նաև փոխանցում կատարել Դավթյանը դեպի Պողոսյանը, այդպես էլ կարծում եմ վարվել էր, բայց Նավասարդյանը ավելի նպատակահարմար գտավ հարված կատարելուն, հիմա էլ փոխանցում տեսանք ու առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվում է կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մենք վերադառնում ենք միասին դիտելու Ինտերն Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի գոլից հետո առայժմ Մարտիրոսյանի խփած գոլի շնորհիվ ունի առավելություն Բորուսիա Մյունխեն-Գլադբախը խաղադաշտում։ Շատ լարված ու հետաքրքիր առաջի կես ունեցանք, իհարկե մեկ գնդակ խփեց առաջի խաղակեսում, բայց հուսանք որ թիմերը երկրորդ կեսում էլ ավելին կանեն, եկեք ևս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները, այս գրոյից հետո Մարության ուժեղ էր փոխանցում ու հիմա արդեն ծանոթացնեմ թիմերի մեկնարկային հայտացուցակները։ Մինաս Ղազարյանը պաշտպանում է Ինտերի դարպասի համար 1, Արթուր Մարկարյանը համար 2, Արման Տեր-Խաչատրյանը համար 5, Մեհեր Դավթյանը համար 6, Կարեն Պողոսյանը համար 7, Մարկ Պողոսյանը համար 8, Արման Նավասարդյանը համար 10, Սասուն Զորաբյան համար 11, Գևորգ Վարդանյան համար 17, Արամ Նալտակյան համար 22 եւ Ռուբեն Մանուկյան համար 90։ Հիմա Մարտիրոսյանը խախտեց խաղի կանոնները ու ստանդարտ է նշանակել մրցավարը Ինտերի օգտին։ Պողոսյանը դեպի Կարեն Պողոսյանը կատարեց փոխանցում, բայց այստեղ հեռացրեց Թորոսյանը գնդակը, ծանոթացնեմ նաև Բորուսիա Մյունխեն-Գլադբախի կազմում Մավել Պապիկյանը դարպասում է համար 1, Գառնիկ Սարգսյանը համար 2, Արման Մարտիրոսյանը համար 3, Հարություն Թորոսյանը համար 4, Ռոբերտ Մարությանը համար 5, Դավիթ Մարկարյանը համար 6, Սևակ Մանուչարյանը համար 9, Արմեն Խաչատրյանը համար 10 եւ Արտյոմ Խանստանամյան համար 14։ Երկար փոխանցում տեսանք առաջ, այս փոխանցումը ուղղված էր դեպի Արթուր Մարկարյանը, բայց Մարկարյանը այս գնդակին չհասավ ու հարված կլինի։ Գլադբախի դարպասից Մարտիրոսյանը արագորեն ուղարկեց գնդակը Մանուչարյանի ուղղությամբ, բայց այստեղ հեռու թողեց Սևակ Մանուչարյանը գնդակի իրենից։ Մանուկյանը շարժվում առաջ։ Հետո հետ փոխանցում կատարեց դեպի Տեր Խաչատրյանը ու արդեն աստիճանաբար Ինտերն փորձում է գրող կազմակերպել, երկար փոխանցում հիմա այլ առաջ Թորոսյանը մեկը պումով հեռացեց գնդակը Մարկարյան այստեղ ստացվեց փոխանցումը, բայց մնաց գնդակը Գլադբախի մոտ
Մարության լավն էր փոխանցումը դեպի Մարկարյանը ու միանում է գրոին Ռոբերտ Մարությանը այստեղ հաստրեց գեղեցիկ սահանքում կատարել Վարդանյանը, բայց չավարտվել Գլադբախի գրոհը Մարկարյանը հարված արադարձ դարպասածողը եկավ օգնության ու բրավո Մինաս Ղազարյանին այստեղ հաստրեց հեռացնել գնդակը այլապես արդեն Խաչատրյանը պատրաստ էր գրավելու դարպասը, այո, երկրորդ կեսում առաջին վտանգավոր պահ ստեղծեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախը ու այնպիսի վտանգավոր պահ էր, որը արդեն ուզում էի արձանագրել եւս մեկ գնդակ այս խաղում, բայց հասցրեց Մինաս Ղազարյանը հեռացնել գնդակ ու պահել դարպաս այս իրավիճակում անառիկ կատարված է եզրային նետումը Տեր Խաչատրյանն է գնդակով երկար փոխանցում առաջ հիմա էլ Գառնիկ Սարգսյանն է լավ գործում պաշտպանությունում ու քիչ էր մնում հետո արդեն սխալ թույլ տային պաշտպանությունում Գլադբախի ֆուտբոլիստները Թորոսյանը հասցրեց հեռացնել Մարկ Պողոսյանը աչից կա տարբերակ դեպի Կարեն Պողոսյանը կատարեց փոխանցում ու այս իրավիճակում նույնպես հեռացված է գնդակը եզրային նետում է իրականացնում Ինտերը Եվս մեկ փոխանցում դեպի Կարեն Պողոսյանը, բայց Պողոսյանի հարված այստեղ չստացվեց ու Թորոսյանը թույլ տվեց, որպեսզի գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ներողություն հարված կլինի հիմա արդեն Գլադբախի դարպասից դարպասապա Պապիկյանը շատ լավ նկատել էր Մարությանի առաջ խաղացումը, բայց այստեղ Վարդանյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, հետո սխալվեց Ինտերը ու հիմա Գլադբախը գրոհի անցնում Խաչատրյան լավն էր փոխանցումը Սևակ Մանուչարյան ու այստեղ Շեղ ստացվեց Մանուչարյանի կատարած հարվածը, բայց եղել էր անդրադարձ ու անկյունային վաստակեց Մանուչարյան այս իրավիճակում Եվ տեսնենք այս անկյունային ինչպես կիրաստի Գլադբախը Խաչատրյանն է կրկին գնդակի մոտ շատ լավ էր փոխանցումը միայնակ էր մնացել Մարկարյանը, բայց բարձր ստացվեց հիմա Մարկարյանի կատարած հարվածը, այո Վարդանյան երկար փոխանցում դեպի Մարկ Պողոսյանը, ով ընդունեց գնդակը ու հիմա էլ արդեն անկյունային հարված կլինի Գլադբախի դարպասի ուղղությամբ հենց Պողոսյանն էլ տեղադրել է գնդակը այն իրացնելու համար կա փոխանցում ու Պապիկյանը հեռացեց այստեղ գնդակը Խաչատրյանն էլ ուղարկում է Սևակ Մանուչարյանին անցումը ստացեց Մանուչարյանի մոտ ու տեսեք այս գրոհը ինչ կտա Գլադբախի Սևակ Մանուչարյանն մեկը մեկի դեմ պայքար անցավ Վարդանյանին, բայց ստիպեց մրցակցին խախտել խաղի կանոններ ու Ստանդարտ է հիմա նշանակում մրցավարը որը պատրաստվում է իրացնելու կրկին Խաչատրյանը թիմի ավագը Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ով շատ լավ է ընդհանրապես ստանդարտ իրականացնում դա կլինի ուղղանային հարված դա կլինի անկյունային հարված դա կլինի 11 մետրանոց հարված Իհարկե Խաչատրյանը շատ փորձառու ֆուտբոլիստ է ու հիմա տեսնենք Բարձից փոխանցում վտանգավոր է, բայց հեռացեցին այս իրավիճակում գնդակի Ինտերի պաշտպանները Մարկ Պողոսյանի մոտ է գնդակը դանդաղեց մի փոքր ու Սարգսյանն է ճնշում Պողոսյանին թիկունքից, բայց հասցրեց այստեղ գրագետ վարվել Պողոսյանը ու հարված կլինի Ինտերի դարպասից Հիմա փոփոխություն է տեղի ունենում Ինտերի կազմում ու արդեն Նավասարդյանը կրկին վերադարձավ խաղադաշտ իհարկե կփորձի անել հնարավորինս Նավասարդյանը ինչու եմ տալիս Արման Նավասարդյանի անունը քանի որ նա նոմինալ ու մաքուր հարձակվող է Ինտերի կազմում եւ կարելի է ասել գրոհի եզրափակիչ մասը միշտ Նավասարդյանի վրա է հիմնված լինում Ինտերի գրոհների այնպես որ նա իհարկե միշտ լինում է նշանառության տակ մրցակցի պաշտպանների կողմից, բայց Նավասարդյանը այդ ամենը հաշվի առնում է բնականաբար ցանկացած հանդիպումից առաջ ու այնուամենայնիվ իհարկե արդյունավետությամբ շատ լավ
տվյալներ է գրանցում Զորաբյան մնաց գնդակով Զորաբյանը լավն էր փոխանցումը Նավասարդյանն էլ մեկ հպումով դեպի աջ ստացավ գնդակը մեկ հպումով հարված այստեղ հարադարձ եղավ ամեն դեպքում իր խաղանկետ Պողոսյանից ու գնդակը շեղեց իր ուղղությունը եւ հայտնվեց Պապիկյանի ձեռքերում Խաչատրյան շարժվում է առաջ արդեն Գլադբախի հավաքը լավն էր փոխանցումը Մարկարյանի վտանգավորը եւս մեկ փոխանցում ու Միլաս Ղազարյանը բայց սխալվեց հիմա ինչը կատարվում Մանուչարյան 2-0 Բորուսյան կրկնապատկում է իր առավելությունը Սևակ Մանուչարյան 2-0 գնդակը հայտնվեց դարպասում, բայց իհարկե արեց ամեն ինչ այս ամենի համար թիմի ավակ Արմեն Խաչատրյանը պայքարեց մինչև վերջը մրցակցի պաշտպանների դեմ ստիպեց դարպասապային այս իրավիճակում ֆիքսել գնդակ ու կատարեց փոխանցում Մանուչարյանին, որից հետո Սևակ Մանուչարյանը կրկնապատկեց Բորուսիայի առավելությունը հիմա շատ լավ պահ ուներ Ինտերը, բայց բարձր է ստացվում Նավասարդյանի հարված, այո, շատ կարևոր գնդակ խփեց իսկապես հիմա խաղադաշտում Սևակ Մանուչարյանը ու դա էլ ավելի կներշնչի իհարկե Բորուսիայի ֆուտբոլիստերին ավելի վստահ զգալ իրենց խաղադաշտում, բայց սա դեռ իհարկե հաղթանակ չէ Ինտերի դեմ խաղերում երկու գնդակը չի կարելի որպես հաղթանակ վերնակել Բորուսիային իհարկե դեռ կա 15 րոպե հանդիպման ավարտին ու դա բավական է Ինտերի համար նույնիսկ այս խաղում 2-3 գնդակ հեղինակելու համար հիմա կարող էր Խաչատրյանը արդեն էլ ավելի բարձրացնել Ինտերի խնդիրը գրավելով նրանց դարպասը, բայց այս անգամ Ղազարյանը հասավ գնդակին Ռիսկի է դիմում Մանուկյանը ու արդեն կորցրեց գնդակը Մանուչարյան, Խաչատրյան նորից Մանուչարյան, բայց Կարեն Պողոսյանը հիմա էլ հասավ Մանուչարյանին ու պայքար է ընթանում Մանուչարյանի ու Պողոսյանի միջև գեղեցիկ անցում էր ու այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում ամենայն դեպքում չսուլեց մրցավարը Թորոսյանի փոխանցման ճանապարհն էլ փակվեց, բայց հասավ գնդակին Թորոսյանը ու գրագետ վարվեց վաստակելով եզրային նետման հնարավորություն բայց հիմա հասկանանք ինչը պատել Սևակ Մանուչարյանին, ով քիչ առաջ պայքարում ստացավ կարծես վնասվածք Հիմա կա մրցավարի սունիչը պետք է շարունակել հանդիպումը եզրային իրացված է ու նորից ես իսկ նետի Բորուսյան Սարգսյան Խաչատրյանն ուղարկում գնդակը շատ լավ նկատեց Մարկարյանին ով միայնակ է հարված է կատարում Դավիթ Մարկարյանը ու նորից շեղությամբ է ստացվում նրա կատարած հարված այո առաջի կեսում շատ ակտիվ են Մարկարյանը հարվածներ կատարելու գործում 3-4-5 անգամ նույնիսկ հարվածեց մրցեցի դարպասի ուղղությամբ բայց առայժմ նրա կատարած հարվածներից հետո գնդակը չի այդտեղում դարպասում հիմա կարող է արդեն հարվածել բայց որոշեց այս անգամ էլ փոխանցում կատարելու Սխալվեց հիմա սխալ Բորուսիայի պաշտպանությունում ներկվում է առաջին Ինտերը Նավասարդյանի մոտ է գնդակը եթե մեկ գնդակ Ինտերը արագորեն ետ բերի ապա հանդիպան վերջնամասը շատ վտանգավոր ու լարված կստացվի հիմա հարված տեսանք նույնիսկ Դավթյանի կատարման բայց մի փոքր շեղությամբ ստացվեց այս հարվածը ու առաջին դեղին քարտն էլ տեսանք այս խաղում արդեն այո Դավիթ Մարկարյանը ստացավ դեղին քարտ այս իրավիճակում մրցավարի հետ կարծես վիճելու համար ու տեսնենք այս մնացած րոպեները ինչպես կօգտագործեն իրենց օգտին թիմերը Մարությանն է գնդակով շարժվեց դեպի կենտրոն կատարեց փոխանցում Մարկարյանի Խաչատրյան Սևակ Մանուչարյան ու հիմա չստացվեց Մանուչարյանի հարվածը գեղեցիկ է հարված ամեն ինչ Բորուսիայի ֆուտբոլիստերի կատարման բայց գրոհի եզրափակիչ մասը այս անգամ չստացվեց իհարկե
Վարդանյանն է գնդակով շարժվում առաջ։ Այստեղ փոխանցում կատարեց դեպի խաղակեր Մարգարյանը, կրկին Վարդանյան գուցե փորձի հերվից Վարդանյանը, բայց դեպի ձախ ուղարկեց գնդակը, որտեղ Սասուն Զորաբյանն է, Զորաբյան գեղեցիկ նկատեց Մարգարյանին, Մարգարյանն է հարվածում ու չեղը ստացվում հիմա էլ այս անգամ Արտուրը Մարգարյանի կատարած հարվածը կարող էր իսկապես ավելի լավ հարված կատարել այս մոտակա դիրքից, կարող էր գնդակը հասցեագել նաև Արման Նավասարդյանին, բայց որոշեց ինքը եզրափակել գրը ու հարվածը ստացվեց այսպես։ Բայց գնդակը Մարությանը դաշտի սահմաններում ուղարկեց այն Մարգարյանին։ Դեպի ձախ Մարտիրոսյան հասավ գնդակին Մարտիրոսյանը։ Շատ լավ այստեղ նկատեց Մարությանին, տեսնենք ինչ գրոյի շարունակություն կտրի Մարությանը, թողեց այստեղ գնդակը Սարգսյանին ու շարժվում է առաջ։ Մարտիրոսյան Եվ հետ փոխանցում ենք տեսնում դեպի դարպասապա Պապիկյանը, ով ուղարկում է գնդակի իրենից ավելի աջ։ Երկար փոխանցում ենք տեսնում Խասանամյանի կողմից կատարված այստեղ Խաչատրյանը փորձեց կրունկով գնդակը թողնել Մարգարյանին, բայց Նալթակյանը հաջող է պաշտպանվում ու շատ լավ փոխանցում կատարում դեպի Սասուն Զորաբյանը, պետք է այո Ինտերը մտածի մեկ գնդակ ետ բերելու մասին, անկասկած կարծում եմ դրանում երկու կարծիք լինել չի կարող Ինտերը հենց այդ ամենի համար էլ հիմա պայքարում է ու եթե ստացվի կրճատել հաշվի տարբերությունը պատկերացնում եք ինչ վերջնամաս կունենանք, բայց հիմա Մանուչարյանը անհատական վարպետությունը գործի դրեց ու կարող էր այս իրավիճակում գոլի հեղինակ դառնալ Ղազարյանը փրկեց ու հետո էլ ստացավ հարված դեմքին հիմա միայն թե դարպասապա Ղազարյանը վնասված չստանա ամեն դեպքում ծանր հարված էր, բայց կկարողանա շարունակել այո հանդիպում այս կարևոր ու վճռական պահին իհարկե Ղազարյանի բացակայությունը շատ մեծ դեր ու ազդեցություն կունենար Ինտերի գործողություններում։ Հիմա փոփոխություն է տեղի ունենում Ինտերի կազմում, Մարգարյանը լքեց խաղադաշտ ու նրա փոխարեն խաղադաշտ վերադարձավ Պողոսյանը ու տեսնենք արդեն կարծում եմ Թարմ ուժերով Պողոսյանը որևէ արդյունքի կհասնի Խաչատրյան երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները, բայց հեռացված է գնդակը Զորաբյան այստեղ մնաց գնդակով ու հետո շատ բարդ ու ծանր հարված ստացավ, սայթակեց Զորաբյան այս իրավիճակում ու հիմա հուսանք Զորաբյանին ոչինչ չի պատահ, իհարկե մի փոքր ռիսկային է այս իրավիճակում նմանատիպ գործողությունների գնալը, քանի որ խոտածածկը մի փոքր թաց է ու դա իհարկե պետք է հաշվի առնեն ֆուտբոլիստները ավելորդ վնասվածներից մրցաշրջանի այս հատվածում զերծ մնալու համար, քանի որ այս երկու թիմերը իհարկե անկասկած հավակնում են փլեյօֆի ուղեգիր նվաճելուն ու նրանք փլեյօֆում էլ ավելի բարդ մրցակիցների են հանդիպելու հակառակ ենթախմբում տեղ զբաղեցած թիմերից որևէ մեկին, իհարկե դա կարող է լինել շատ հավանականությամբ օրինակ Յուվենտուսը, Մանչեսթեր Սիթին, Լեռնային Արցախը, Վոտֆորդը, Չելսին, Ատլանտան, այնպիսի թիմեր կան այն հատվածում մրցաշարային աղյուսակի ներողություն ընդգրկված, որոնք նույնպես հավակնում են խմբային փուլը հաղթահարելուն, իհարկե դեռ պարզ չէ ու դեռ չկա այն թիմով 100%-ով արդեն ապահովել է իր տեղը փլեյօֆ փուլում, քանի որ դեռ 7 տուր կա մինչև խմբային փուլի ավարտ ու դա բավական մեծ է ցանկացած թիմի համար իհարկե կրճատելու ցանկացած թիմի նկատմամբ միավորների տարբերությունը այս ընթացքում Ինտերը վտանգավոր գրոհ իրականացրեց, բայց Պապիկյանը վերցրեց գնդակը Մարկ Պողոսյանի մոտ է հիմա էլ այդտեղ գնդակը ու իհարկե այս երկու թիմերը այդ հանգամանքը հաշվի են առնում, որ պետք է ավելի զգուշորեն գործել խաղադաշտում ու հուսալ, որպեսզի
ամեն ինչ ավելի հարթ կընթանա play-off-ում Մարգարյան դեպի հաջող արկեց գնդակը Մանուչարյան ամեն ինչ լավ էր մտածել Սևակ Մանուչարյանը մեկ հապումով փորձեց հասցրել այս իրավիճակում գնդակը խաղանկերոջը բայց գնդակը Խաչատրյանին այստեղ չասավ ու Ինտերը պատասխան գրոնն ենք տեսնում լավ փոխանցում էր Դավթյան բարձր ստացվեց եւ այլ Դավթյանի հարվածը իսկապես շատ արագ են գրոհում երկու թիմերը շատ արագ են հակագրոհում երկու թիմերը տեսեք Պողոսյանը ընդունեց գնդակը շարժվեց առաջ ու մեկ հպումով ուղարկեց այն Դավթյանինով կարող էր կրճատել այս իրավիճակում հաշվի տարբերությունը բայց բարձր ստացեց հարվածը հիմա էլ Նավասարդյանը փորձեց չեղել գնդակի ուղղությունը բայց չստացվեց ու Պապիկյանը վերցնելով գնդակը նետեց այն Մարուչյանինով հասցեագրում է գնդակը Սևակ Մանուչյանին դեպի ձախ Դավիթ Մարգարյան կրկին Մարուչյան Բարձից այս անգամ փոխանցում դեպի Խաչատրյանը վտանգավոր է Մարգարյան գուցե այս փորձը ստացվի ու նորից չեղությամբ է ստացվում Դավիթ Մարգարյանի կատարած հարվածը ու նորից հարված կլինի Ինտերի դարպասից այո որքան մոտենում է հանդիպան ավարտը այնքան իհարկե ավելի է բարդանալու Ինտերի խնդրի այս իրավիճակում հիմա խախտում կար Պողոսյանի դեմ պայքարում 6 րոպե մինչ հանդիպանի հիմնական ժամանակի ավարտը գումարած որքան կփոխհատուցի մրցավարը իհարկե դա իր որոշումն է Նավասարդյան ու այդքան ունի առաջինը Ինտերը իր տրամադրության տակ փրկելու այս հանդիպումը առնվազն 6-7 րոպե դեռ կա խաղաժամանակ ու դա բավական է իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ Ինտերին կրճատելու կամ հավասարեցնելու հաշվի տարբերությունը իսկ որքան մոտենա հանդիպան ավարտը այդքան իհարկե կմոտենա Բորուսիայի հերթական 3 միավորը վաստակելու հնարավորությունը Մարտիրոսյան Սարգսյանին ուղարկում գնդակով շարժվում է առաջ Մանուչարյանի հետ խաղարկում այստեղ բայց Սարգսյանը հերու թողեց գնդակի իրենից Նավասարդյան պահեց այն կարծես իր մոտ ոչ հետո արդեն կորցրեց այն բաժին հասավ Բորուսիայի ֆուտբոլիստերին ու Մարությանը շարժվում է առաջ արդեն Աչեզրով հիմա էլ երկար նետում կատարեց այստեղ Մարությանը գնդակի ու կորցրեց գնդակը Դեր Խաչատրյան Շատ լավ փոխանցում Պողոսյանինով շարժվում է առաջ գնդակով ձախ եզրով Մարկ Պողոսյան տեսնեք ինչ որոշում կայացնի Պողոսյանը հրաշալի անցում է պետք է կրճատել հաշիվը Պողոսյան ու Պապիկյան այստեղ փրկում է Բորուսիային վերահաս գոլից չի ավարտվել Ինտերի գրոհը Նավասարդյան ու հիմա էլ Մարտիրոսյանն է գերազանց գործում ինչ է կատարվում հիմա Բորուսիայի Տուգանայինի մատույցներում հիմա Ինտերը կարող էր իսկապես մեկ գնդակ ետ բերել եթե հիմա չհասավ գնդակը Նավասարդյանին ապա Պողոսյանը պարտավորել ներողություն իր անցումը եզրափակել գոլով բայց իհարկե հանդիպան լարվածությունը կրկնում եմ եւս մեկ անգամ խանգարում է խոչընդոտ է հանդիսանում ֆուտբոլիստերի գործողություններում իհարկե անցումը ģեր շքեղ կատարեց Մարկ Պողոսյանը կարող էր վերջում իհարկե փոխանցել նույնիսկ խաղանկեոչը եթե չեմ սխալվում այդ իրավիճակում էր Նավասարդյան այդ դիրքում էր կանգնած Նավասարդյան ու դատաշ դարպասը արդեն կգրավեր Արման Նավասարդյանը բայց որոշեցին անցումը իհարկե եզրափակել գոլով ու չստացվեց նրա մոտ այս անգամ իհարկե մեղադրել այս իրավիճակում Պողոսյանին չի կարելի ճիշտ է ցանկալի կլիներ եթե գրավեր դարպասը բայց եղավ այն ինչ եղավ հիմա անկյունային կիրասնի հենց Մարկ Պողոսյանը կա փոխանցում ցածից Նավասարդյան հարված արադարձ ու եւս մեկ անկյունային կիրասնի Ինտերը խաղարկում են այստեղ գնդակը Պողոսյան Հենց Պողոսյանից էլ կարծես դուրս եկավ այս իրավիճակում գնդակը դաշտի սահմաններից եւ հարված կլինի Պապիկյանի դարպասից արագորեն փոխանցում է կատարում դարպասապա Պապիկյանը գնդակը Սևակ Մանուչյանին ոտնաթաթի դրսի մացով փորձեց հասցնել գնդակը Մարությանին այստեղ չհասավ գնդակը նրան ու Ինտերը նետվում է նորից առաջ 4-2-ի դիմաց Պողոսյանը հարված Թորոսյանից եղավ արադարձ ու Շեղեց գնդակի իրողությունը ինչ է կատարվում իսկապես հիմա ազդուրացաբար է պաշտպանվում այս րոպեներին Բորուսիա Միխայել Գլադբախը Դալթակյանն էլ հիմա շատ հաջող խլում կատարեց ու շարժում է առաջ հիմա իսկապես այն պահն է եւ պետք է Ինտերը այս գրոհները գոլով ավարտի վտանգավոր է Կարեն Պողոսյան բայց չհասավ գնդակին ու հիմա Մանուչարյանը կարող է
Շատ արագ հակագրող կազմակերպել իր թիմի համար դեպի Մարությանը փոխանցում Դավիթ Մարկարյան, Սևակ Մանուչարյան, մեկը փումով դեպի Խաչատրյանը, նորից Մանուչարյան, դանդաղեց գրոհը։ Բորուսիայի ուխլում կատարեց Դավթյանը փոխանցելով Պողոսյանին վտանգավոր է։ Պողոսյան, Նավասարդյան գուցե հիմա ստացվի։ Նորից Պողոսյան։ Չի ավարտվել ինտերի գրոհ Դավթյան, Նավասարդյան ու հիմա կարծես թե խաղընկերը Նավասարդյանի խանգարեց իրեն, Պողոսյանն էլ հարվածում է ու Պապիկյան բրավո հեռացված է գնդակը։ Իհարկե մի փոքր բարդ էր հասկանալու համար ով դիպավ գնդակի Նավասարդյանի կատարած հարվածից հետո արդյոք Բորուսիայի պաշտպանը հանեց գնդակը դատարկ դարպասից, թե իր խաղընկեր Կարեն Պողոսյանը խանգարեց գնդակը հայտնվի դարպասում, բայց Պողոսյանի կատարած հարվածից հետո փայլեց։ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դարպասապա Մանվել Պապիկյանը հեռացնելով գնդակը հիմա Մանուչարյանն է գնդակով արդեն աստիճանաբար հանդիպում մոտենում է ավարտին ու իհարկե ինեն կարդարացի չօգտագործեց իր հնարավորությունների ինտերն այնպես չէ որ Բորուսյան իր հնարավորությունների մեծ մասը օգտագործեց իհարկե երկու գնդակ կարողացավ ընդամենը հեղինակել Բորուսյան շատ պահեր ուներ բայց այս երկու գնդակ այս րոպեներին իհարկե արդեն 3 միավոր է պարգևում Բորուսիա Մյունխեն-Գլադբախին հիմա արդեն կփաստենք Բորուսիայի հաղթանակը, որովհետև ժամանակի տեսանկյունից կարծում եմ այլևս ինտերը չի հասնի։ Մեկ գնդակ կարող են ետ բերել, բայց երկրորդի մասին կարծում եմ արդեն երկրորդի մասով կարծում եմ արդեն չի ստացվի ինտերի մոտ, քանի որ վերջի րոպեն է ընթանում հանդիպման 9-ական ժամանակի ավարտի առավելագույնն էլ մրցավարը կփոխհատուցի կարծում եմ եւս 1-2 րոպե ու այդքանով կավարտվի այս հետաքրքիր հանդիպումը։ Հիմա վտանգավոր դիրքում հենց Բորուսյան ունի ստանդարտի հնարավորություն ու կարող են եռապատկել իրենց առավելությունը Խաչատրյանն է գնդակի մոտ եւ նա կարող է այսպիսի տարածությունից աչքի ընկնել իհարկե բավական մոտ ու նպաստավոր է դիրքը հարված կատարելու համար կամ մրցավարի սուրիչը Խաչատրյանը մոտենում է գնդակին հարվածում ու Ղազարյանը հեռացեց գնդակը բայց չի ավարտվել Բորուսիայի գրոհը հիմա էլ Մարկարյանի հարվածից հետո դարպասաձողն է գալիս օգնության ինտերնետ ու այն Մարկ Պողոսյանի մոտ է հայտնվել Պողոսյան լավ անցում է բայց հեռու թողեց գնդակ ու Թորոսյանը հասցրեց այստեղ հեռացնել հիմա անկյունային կիրասի ինտերը Նալթակյանն է արագորեն տեղադրում գնդակ ու խաղարկում Դավթյանի հետ կա փոխացում Պողոսյան ու Պապիկյանը նորից փրկում է ինչ է կատարվում այսօր իհարկե շատ լավ է հանդես գալիս դարպասում Բորուսիայի Մանվել Պապիկյանը առնվազն 4-5 իրատեսական դրվագում երբ արդեն պետք էր գնդակը հայտնվեր դարպասում զերծ բայց այդ հնարավորությունից Պապիկյանի ինտերի ֆուտբոլիստերին Մարկարյան ուղարկում է գնդակը Մարությանին եւ տեսնենք այս գրոհը ինչպես կստացվի Բորուսիայի 9-ական ժամանակը ավարտված է արդեն ու մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է ընթանում Դավթյան դեպի Նավասարդյանը վտանգավոր գրոհ է նորից անցնում Ինտերը Նավասարդյան մի փոքր ետ ստացվեց փոխանցում բայց Պողոսյանը պահեց գնդակը ու վաստակեց եւս մեկ անկյունային հնարավորություն եւ այո վերջին դրվագը հանդիպան 3 միավոր վաստակում է Բորուսյան անկախ ամենից հիմա գնդակ բաց կթողնի թե ոչ այս իրավիճակում ու հասնում է մրցաշարային աղյուսակում Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Հիմա հայտնվեց գնդակը դարպասում կրճատեց ինտերը հաշվի տարբերությունը Տեր Խաչատրյանը դարձավ գոլի հեղինակ այս իրավիճակում բայց իհարկե այլևս ժամանակ չունի իհարկե ինտերը Երկու մեկ Տեր Խաչատրյանը կրճատեց հաշվի տարբերությունը ու հիմա Սուլում են մրցավարը հանդիպումն ավարտված է իրոք հետաքրքիր ու դրամատիկ հանդիպում ստացվեց կարող էր ինտերը չպարտվել այսօր բայց եղավ այնինչ եղավ Բորուսյան վաստակեց իր հերթական 3 միավորը ու մրցաշարային աղյուսակում հավասարվեց Աջափնյակին խաղային երեկոն մեզ մոտ ավարտված է այս հետաքրքիր հանդիպումից հետո բարի գիշեր ու ամենայն բարիք